Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ, գիտեք սիրելիներ, ինչ կբացի մեզի։ Նախ ինձի եւ ցեզ մեզ շատերուն։ Ճշմարիտ խոնարհություն։ Այո, սիրելիներ, գրնալա որ մենք մեզ ըսկանք որ խոնար ենք, բայց մեր մեջը թաքնված խոնար հբարդություն մգա։ Որովհետև երբ մենք մեզ խոնար գտեսնենք եւ գտեսնենք որ ուրիշներ հբարդ են, արդեն մեր մեջ հբարդություն կա, որ մենք մեզ ուրիշներեն ավելի լավ գուզենք մեր անձը տեսնել։ Իսկ ճշմարիտ խոնարհությունը սիրելիներ իր անձը միշտ մեղավոր կտեսնե եւ դիրոջ ողորմության գաբավինի։ Մեր մեջ հբարդություն կա, որովհետեւ երբ որ սիրելիներ մեկը մեզի փամսե ամիջապես հագահարցագողականի գանցնենք, ամիջապես մենք մեզ պաշտպանելու գանցնենք, այո չեմ ասել որ չպաշտպանենք, բայց նույնիսկ բարձ բաներու մեջ այնպիսի փրկում գունենանք, կարծեք հրապուխը լանք, եւ այդ խոնար մարդը որ կգարձեինք որ ենք հանգարց կդառնանք այսպես փարգացոտ կամ հբարդ եւ գիտենք որ հբարդությունը մեղքերու առաջինն է եւ ամեն անգամ սուրբ բادرակի ընթացքին սուրբ եւ ամա բادرակի ընթացքին հաղորդությունը ստալինալ է առաջ երբ մեղան կգարտանք 7 մահացու մեղքերուն երբ կհասնենք հբարդությամբ գսենք այլ մեղանչեցի հբարդությամբ նախանցով փարգությամբ զուլությամբ ակաությամբ ոգրամոլությամբ բղճախոհությամբ եւ գսենք մեղա աստուծո սակայն այդ մեր մեղա աստուծո սելը սիրելներ բարձաբես գտարնա շրտնային երբ գիտենք որ մեր մեջ ճշմարիտ խոնարհություն չկա որովհետեւ հբարդության հագարակի ինչ է խոնարհություն ինչ կգարտանք մենք Փիլիպեցիներու նամակի մեջ երկրորդ գլուխ գսե Պողոս առաքյալ Տեր Հիսուս Քրիստոսի մասին խոսելով կգարտամ երկրորդ գլխու 8-րդ համարը գսե Հիսուս որ ինք Աստվածորդի է ինքզինք խոնարեցուց եւ Աստուծո հնազանդեցավ հանցն առնելով մահը եւ այնալ խաչի մահը Հիսուս ինքզինք խոնարեցուց եւ Մատթեոսի ավետարանի մեջ սիրելներ Հիսուս կսե 11-րդ գլխու 29-րդ համարի մեջ ծեր վրա արեք իմ լուծս եւ ինձմե սորվեցեք ինչ սորվեցեք ինչ սորվինք Հիսուսեն հբարդություն քավլիցի ինքզին խոնարեցած է դերը տեսեք գսե Հիսուս ինձմե սորվեցեք որովհետեւ հեզեմ եւ սրդով խոնար եւ թուք ծեր հոգեգան հանգստությունը պիտի գտնեք մենք սիրելներ հաջող հոգեգան հանգստություն չունենք որովհետեւ խոնար չենք որովհետեւ ինքնասիրությունը մեր մեջ այնքան բարձր է աստեցության որ անիկա մեզի հբարդության կդանե հետեւաբար երբ որ մեր ինքնասիրությունը վիրավորվի ամիջապես կփրկենք մեր հանգստությունը հոգեգան հանգստությունը կգործընծնենք մինչդեռ խոնար մարդը սիրելներ ուրիշ է խոնար մարդը գիտե որ այլևս Աստուծո գամքն է որ կգադարե եւ շնորհ կստանա այո շնորհ կստանա որովհետեւ Աստված հագարակ է ամբարտավաններուն թե Հակոբոս դիարնեղբայրը գսե 4-րդ գլխու 6-րդ համարի մեջ իր նամակի եւ թե նաեւ Պետրոս առաքյալը տեսեք կգարտամ առաջին Պետրոսի նամակի 5-րդ գլխու 5 եւ 6 համարները կգարտամ գսե առաքյալները բոլորդ ալ խոնարհապար ծարայեցեք իրարու խոնարհապար որովհետև ինչպես Սուրբ Գիրքը գսե Աստված հագարակ է ամբարտավաններուն մինչ խոնարհներուն շնորհ կուտա եւ հիմա հաջորդ համարը հետեւաբար Աստուծո հզոր ցերքին դակ խոնարեցեք Աստուծո ցերքին դակ խոնարեցեք
որբեսի երբ հարմար ժամանակը կա ցեզ բարձրացնե։ Հակոբոս Դիարնեղբայրն նույն նամակի 4-րդ գլխու 10-րդ համարի մեջ կսե. «Դուք ցեզ խոնարեցուցեք Տիրոջ առջև եւ ինք ցեզ պիտի բարձրացնե»։ Հիսուսի սուրբ խոսքն է, չէ՞։ Հիսուս կսե Մատթեոսի ավետարանի 20-րդ գլխուն մեջ 13-րդ համար, ով որ իր անձը կբարձրացնե, պիտի խոնարհի, եւ ով որ իր անձը խոնարեցնե, պիտի բարձրանա։ Եվ նույնիսկ Հիսուս օրինակ տվավ, թե ինչպես կրնանք մենք բարձրանալ, ինչպես կրնանք մենք մեծանալ։ Մանուկի օրինակը։ Եվ ասավ Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխու 4-րդ համարի մեջ. ով որ իր անձը այս մանուկին պես կխոնարեցնե, անիգա է մեծը երկնքի արքայության մեջ։ Սիրեներ, խոնարհումով մենք գահախտենք չարին։ Աստված ինչ կուզե մեզ մե։ Ինչ կբանջի Աստված մեզ մե։ Աստված մեզ մե ոչ տրամ կուզե, ոչ աշխատանք կուզե, ոչ մեկ հadouk որ իրեն բան մնենք երկրի վրա, շինություն մնենք, ոչ մեկ բան։ Աստված սիրելներ, բաներ կուզե որ մեր հոգի խոնարհության համար օգուտեն։ Այս մասին Միքիայի մարգարեության բերնով Աստված կսե 6-րդ գլխում մեջը 8-րդ համար, լսեք ինչ կսե. Քեզի հայտնեց ով մարդ, թե ինչ է աղեգը, ինչ է լավ բանը, ու դերը քեզ մե ինչ կբահանջե։ Միքիան գսե քեզի հայտնեց Աստված որ ինչ կբահանջե, ինչ կբահանջե։ Ասենք դեր ինչ կբահանջես ինձ մե։ 3 բաներ։ Առաջին, միայն իրավունքն էլ, ոչ թե ուրիշի իրավունքը խլել, այլ իրավունքն էլ, արդարը լալ, ողորմություն սիրել, եւ երրորդ, խոնարհությունով քու Աստուծուց հետ քալել։ Իրավունքն էլ, ողորմություն սիրել, խոնարհությունով Աստուծո հետ քալել։ Այս 3 բաներն են, որ Աստված կբահանջե մեզ սիրելիներ։ Իսկ մենք այդ 3 բաները գնենք, իրավունքով գաբրինք, ողորմությունը կսիրենք, խոնար գաբրինք, խոնարհությամբ Տիրոջ հետ կգալենք։ Ցեզի եկեղեցու հայրերեն, անաբադի հայրերեն երկու սկանչելի պատմություններ պատմեմ։ Առաջինը սիրելիներ 7-րդ դարեն արդված պատմությունն է, ուրեմն վանք մգար Եգիպտոսի մեջ, որուն վանականները մեծ հոգևոր բարձունքներու հասած էին։ Եվ գիտեք ինչով, ոչ թե բարձրապես ձոմաբահությամբ եւ այլն, աղոթներով, այլ որովհետեւ իրենց անձը խոնարեցուցած էին։ Ուրեմն օրը հայտնի Աղեքսանդրացի իշխանը, որ հայտնի էր իր հբարդությամբ, մարդիկը անարգելով, մարդիկը անդեսելով, հոգեփոխությունը գունենա եւ գփապակի այդ վանքը մտնել եւ վանական դառնալ։ Վանը հայրը, որու մասին արդեն դեղյակ էր, երբ իր մոտ կուքա այս Աղեքսանդրացի հարուստ իշխանը, որուն անունը Իզիդոր էր, անոր գսե. քեզի մեկ պայմանով գնդունիմ վանք, ինչ որ ասեմ անվերաբահորեն պիտի ենթարկվիս ըսածիս եւ պիտի գադարես ըսածս։ Եվ այս Իզիդորը գտարնա եւ շատ սկանչելի խոսք մը գսե վանահոր, գսե. հայր, ինչպես որ երգատը գուդան թարփինին երգատակորձին ցերկը, այդպես ալ ես իմ անձս քու ցերկդ գուդամ։ Այսինքն, ինչպես որ երգատակորձին ցերկի մեջը երգատը գստանա այն ցևը որ երգատակորձ գուզե, այդպես ալ գսե ես իմ անձս քու ցերկերուտ կանցնեմ, ինչպես որ գուզես, զիս թարփնե, զիս հղգե, շտգե։ Եվ ադոր համար հետակային այս Իզիդոր իշխանը գոչվի
Երգաթյա Իզիդոր, որտեղ այս սկանչելի խոսքը ասած էր։ Եվ անահայրը բոլորին կողմեն մեծ ճանաչում վայելող այս զորեղ հբարտ Իզիդորին կբադվիրե վանք չմտնել, այլ կբադվիրե անոր որ վանքի թարբաստերուն թուրին թիմաց գանքնի եւ վանք մտնողներուն եւ ելողներուն թիմաց խոնարհի եւ բոլորին ըսե բարձրացային ես թիվահարված եմ գաղաչեմ աղոթեցեք ինձ համար Սիրելիներ բարձ մեգում համար թերևս որ ճանաչում չունի թերևս ասիգա դագավին ընդունելի փամը լա բայց Իզիդորին պես իշխանի համար որ հրճագավոր էր իր քորոզությամբ հբարդությամբ մարդիկ անդեսելով ամեն մարդ կճանչնարզինք այդպիսի խոսքը որ ինքը ամենուն թիմաց խոնարի եւ ասե որ ես թիվահար եմ աղոթեցեք ինձ համար հեշտ բան չէր գրնար սիրելներ Իզիդորը թողնել եւ հերանալ բայց Իզիդորը կխոնարի գհբադագի վանահոր խոսքին գենթարգվի եւ իսկապես 7 դարիներ շարունակ վանքի թուրին թիմաց ով որ ներս կմտնե մեծ փոքր երեխա դարեց գին մարդ վանական աշխարհական իշխան հողակորձ ամենուն թիմաց գխոնարի մինչև կեդին եւ գսե ես թիվահար եմ աղոթեցեք ինձ համար վանահայրը 7 տարի յետք դեսնելով Իզիդորի խոնարհությունը զինք մարդ կղրգե զինք հրավիրելու համար վանք որբեսի զինք ծերնատրեն վանական բայց Իզիդորը սիրելիներ գսե վանականին վանահոր լուր գղրգե եւ գսե գաղաչեմ եւ գխնդրեմ քեզ մե որ զիս թողես այս թրան թիմացը որովհետեւ այնքան այս խոնարհությունը սիրեցի որ աստուծոքով շնորհք կդա եւ դերը ինձ ցույց տվավ որ դասորեն ես պիտի մահանամ եւ այս խոսքը Իզիդորը իր վանական ընկերոջ երբ կբատմե թե ինչպես դերը իրեն խոստացել է որ 10 օր յետք իր մոտ առներ զինք եւ այդ ժամանակ իսկապես որ 10 օր յետք գմահանա բայց նախքան մահանալը իր վանական ընկերը գխնդրե իր մե ու գսե Իզիդոր երբ աստուծո թիմաց ելես գաղաչեմ խնդրե աստուծո որ իմալ հոգիս գանչե դուն եւ Իզիդոր անոր գսե եթե աստված շնորհքն է ինձի եւ իմ հոգիս դիր աստուծո թիմաց գանքնի անպայմանորեն գխնդրեմ եւ Իզիդորի մահեն 7 օրեր յետք աստված իսկապես այդ վանականինալ հոգին գանչե եւ դուն գթարնա սիրելիներ երկրի վրա երկնային քաղցրությունները ճաշակելու եւ դիրոջ արչեւ համարձակություն գտնելու համար լավակույն ջամփան խոնարհությունն է խոնարհությունը Եփրեմ ասորի խուրին գսե գուզես մեծը լալ բոլորեն ավելի խոնարհ ու փոքր եղիր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խոսքերն են այսօր ցավը այն է որ սիրելներ մենք ազգովին հբարտացանք հբարտ ժողովուրդ դարձանք մենք հերացանք Աստծո մենք հերացանք Աստծո մեր հբարտության պատճառով եւ ոչ միայն ժողովուրդը առավել եւս գրկնագի օրեն գրոնավորներս այսօր սիրելներ եկեղեցվո մեջ այսպիսի որ հարցեր կան իրարու թեմ գրոնավորներ այս բոլորը գուքան սիրելներ հբարտության պատճառով եւ երկրորդ պատմությունը գուզեմ ճիշտ դարձյալ եկեղեցու հայրերեն ընթերցել այս անգամ եկեղեցականներու մեջի հբարտության եւ խոնարհության օրինակի մասին ուրեմն երկու եպիսկոպոսներ գային մեկը հարուստ էր
մյուսը աղքատ եւ խոնար էր։ Եվ այս երկուքը իրարու հետ քժդվեցան, նեղացան։ Եվ ամեն ինչ կնեին, որ հարուստը բաժար կփնտրեր, որ անպայմանորեն վնասեր հարուստ եպիսկոպոսը, վնասեր խոնար ու աղքատ եպիսկոպոսը, որ վանահայր էր նաև եւ իր ցերքին տակ վանականներ կար։ Եվ այս վանական եպիսկոպոսը, վանահայր եպիսկոպոսը դարձավ եւ իր գերականներուն ասավ. մենք Քրիստոսի շնորհքով գահախտենք անոր հբարտության, բայց վանականները ասին սրբազանհայր, ով գրնա անոր հաղթել, անիկա հարուստ է, անիկա անվանի է, անիկա զորություն ունի, ով գրնա անոր հաղթել, բայց խոնար եպիսկոպոսը գշարունակեր ասել, համբերեցեք եւ պիտի տեսնեք, որ մենք Քրիստոսի շնորհքով պիտի հաղթենք անոր։ Օրմնալ, երբ այս հարուստ եպիսկոպոսը սուրբ վկաներու դոնը կկատարեր, այս աղքատ եպիսկոպոսը գհավաքե իր գերականները եւ գմեկնի դոնագադարության։ Երբ գահասնի ուրեմն դոնագադարության, այս եպիսկոպոսը, հարուստ եպիսկոպոսը թափորով երբ եկեղեցին կդառնար, հանգարց կտեսնե իրեն այսպես թշնամացած աղքատ եպիսկոպոսը իր գերականներուն հետ, եւ երբ փարգությամբ կլեցվի ու զանոնք եկեղեցին դուրս պիտի վրընդե, հանգարց եպիսկոպոսը, աղքատ եպիսկոպոսը իր գերականներուն հետ ձունգի գուքա այս հարուստ եպիսկոպոսին դիմաց եւ գսե սրբազանհայր ներեմեզի մենք քու զարաները տենք։ Այս խոսքը լսելով հարուստ եպիսկոպոսին սիրտը կփափախե եւ ամբողջ մարմինով կսարսրա եւ այդ արարքեն ապշած ու այսպես քերվարված Աստուծո շնորհքով այս հարուստ եպիսկոպոսը գխաղաղի եւ ինքնար մյուս եպիսկոպոսին դիմաց ձունգի գինա եւ գսե սրբազան թունես իմ դերս եւ հայրս թունները ինձի եւ երկուքը սիրելներ միասին գողջակուրվին եւ այդ օրվնե յետք իրարու հանդեպ խորունկ եւ ճշմարիտ սեր գմտնե։ Սիրելներ, այսօր մեր եկեղեցվո հարցը եւ մեր ազգի հարցը, լազգային հարցը, լա եկեղեցվական հարցը, լա ժողովրդի հարցը, ընդանական հարցը գփուժվին սիրելներ այս բոլոր հարցերը գլուծվին, եթե ճշմարիտ խոնարհություն ցուցաբերենք իրարու հանդեպ։ Բողոս Սարաքյալը տեսեք սիրելներ սկանչելի խոսք ունի Փիլիպեցիներու նամակի երկրորդ գլխում մեջ որ քիչ առաջ կարդացի 8-րդ համարը, բայց պիտի կարդամ Մատթեոսի 3-րդ համարը։ Տեսեք ինչ կսե։ Մի անեք ովևէ բան, որ հագարագասիրութենե կամ փարասիրութենե մղված ըլլա։ Մի անեք ովևէ բան, որ հագարագասիրութենե եւ փարասիրութենե մղված ըլլա։ Մի անեք։ Այսօր թշպախտապար սիրելներ ինչ որ գբադային մեր ասկի մեջ, որովհետեւ հագարակ ենք իրարու, որովհետեւ փարասեր ենք։ Հատկապես հոգեվոր եւ ասկային ղեկավարներու մասին է որ խոսիմ։ Ներառներով իմանցս։ Այլ խոնար ոգիով ծեր ընկերները ավելի լավ համարեցեք, քան դուք ցես։ Խոնար ոգիով ծեր ընկերները ավելի լավ համարեցեք, ծեր թիմացին ավելի լավ համարեցեք, քան դուք ցես։ Կրնանք այսպես անել։ Այնադեն սիրներ ամեն հարց կլուծվի։ Այնադեն մեր երկիրը կփուժվի։ Երկրորդ մնացորդած գրքի մեջ 5 դագարանի 7-րդ գլխու 14-րդ համարի մեջ տեսեք սիրելներ Աստված ինչ կսե եւ այդ խոսքով ալ գավառդեմ այսօրվան հոգեվոր նախաճաշը։ Գսե դերը իմ անունովս կոչված ժողովուրդս, եթե խոնարին ու աղոտ կնեն ու իմ երեսս խնդրեն եւ իրենց չար ջամփաներեն դառնան, ես ալ երկինքեն պիտի լսեմ ու անոնց մեղքը ներեմ ու անոնց երգիրը պիտի բժշկեմ։ Եկեք խոնարհենք սիրելներ ճշմարիտ խոնարհումով, որբեսի դերը բժշկե մեր օքիները, մեր երգիրը, մեր հայրենիքը, մեր եկեղեցին եւ խաղաղության մեջ ապրենք իրարու հետ։ Աստված ցեզ արադաբես թողորտնե
Բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։